Արցախցիների պայքարինի պատասխան սոցիալ նախարարը հանրահավաքից մեկ օր անց պատասխանեց, որ 50,000-ների աջակցությունը չի շարունակվելու եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։ Սակայն իշխանության բարձր օղակներում ըստ լուրերի քննարկվում է 40+10,000 դրամի աջակցության շրջանակն ընդլայնելու հարցը։ Ապրիլի 1-ից այդ նպաստը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները եւ հաշմանդամները, բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150,000 եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։ Պասելու են արցախցիների գործողություններին, հասկանան մարում է ալիքը թե բորբոքվում խոստացված մեկ շաբաթում։ Բանն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը իրենց սոցիալական հարցերի եւ հատկապես Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար եւ պահանջում են, որ գործիչները չգործածեն Արցախի էջը փակված է արտահայտությունը, որը փակում է իրենց վերադարձի ճանապարհը։ Անցած շաբաթվանից արցախցիները նաեւ նստածույց են հայտարարել ու օպերայի մոտ վրան տեղադրել։ Հայտարարված մեկ շաբաթյա ժամկետը լրանում է մի քանի օրից։ Ենթադրվում է, որ շաբաթօրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի։ ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ 23 միլիոն դրամ է դուրս գրվել հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է երկու ընկերություն՝ Ellipse GA եւ SOS Systems ՍՊԸ-ն, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու վերազինելու մասին է։ Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված SOS Systems-ը 2020-ին տուգանվել էր տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից մոտ 21 միլիոն դրամով մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄԲՊՀ-ն արձանագրել էր, որ ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը իրացման չհիմնավորված խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների, այդ թվում գների սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով։ Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել եւ նախկին եւ ներկա իշխանությունների հետ առաջ տանելով իր բիզնեսը։ Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում։ Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի թեկնածությունը, որն աշխատում է Էրեբունի հիվանդանոցում, սակայն նա մերժել է։ Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու։ Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների նվիրատվությունները։ Անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում, իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը։ Ասում են, սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն։ Այն, որ Ռուսաստանը դանդաղ հուշիկ քայլերով վերադառնում է տարածաշրջան, տարբեր ապացույցներից է ակնհայտ։ Օրերս գրել էինք, որ Հայաստանում պատրաստվում են զենք արտադրել։ GTB Holding-ն Արարատում գործարան է կառուցում եւ արտադրված զենքը ըստ ամենայնի կվաճառվի եվրոպական երկրներին եւ կօգտագործվի ՀՀՊՆ-ի կողմից։ Ուշագրավ է, որ գործարանը հովանավորվում է ԱՄՆ կառավարության, ֆինանսավորվում ամերիկյան կապիտալի կողմից, անգամ ԱՄՆ դեսպանն է այցելել եւ դեսպանության կայքում հաղորդագրություն են տարածել։ Թերևս նաեւ մեր հրապարակումից հետո ռուսական կողմը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել գործարանով։ Ռուսական իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող մի խումբ գործարարների օրերս մեր թղթակիցը պատահաբար նկատել է Կասկադի Շարլ ռեստորանում հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ բարձր տոնով զրուցելիս։ Ցավոք խոսակցությունը մեր լրագրողին հասանելի չի եղել։ Հոլդինգից էլ հրաժարվեցին մեկնաբանել մասնավոր հանդիպումը, բայց դժվար չէ ենթադրել, որ ռուսները որոշել են այս նախաձեռնությունն էլ փոզմի շանել կամ իրենց ձեռքը վերցնել, որ Հայաստանում ամերիկացիների ոտքի տակի հողը թուլացնեն ու այստեղից դուրս մղեն։ Պարզ է, որ ՀՀ կառավարությունը նորից մատը մատին չի տա, թողնելով, որ երկու գերտերություններն իրենք պարզեն իրենց հաշիվները, իսկ սեփականատերը կենթարկվի ուժեղին։ Մնում է պարզել, թե այս հարցում ով է թույլը եւ ով ուժեղը։